Արցախյան զրույցները իր աշխատանքն է շարունակում, մենք սիրով ողջունում ենք բոլորիդ բարի առավոտ ծրագրի շրջանակներում եւ իհարկե շարունակում ենք արցախցիների հետ խոսել Արցախի մասին, որովհետեւ Արցախում ծնված լինելով հանդերձ եւ այսօր Արցախից դուրս ապրելով նաեւ ունենք շատ մեծ պատասխանատվություն, որ պիտի պահենք այն ինչը մենք սվերալենք Արցախում եւ ինչը մզնհետ բերալենք Արցախից, դա մեր տաղանդներն են, դա մեր շնորհքն է, վերևեր փորձում ենք ամեն ոլորտում ներկայացնենք Ուսոր անպայման պիտի զրուցենք, ծնվել եմ Արցախում ծրագրի մասին եւ տաղավարում սիրով հրավիրալ ենք մեր համակարգող ծրագրի համակարգող Նորա Հայրումյանի եւ ծրագրի շահառու դաշնակահար Վլադիմիր Գալստյանին։ Բարլույս ձեզ, ծնվել եմ Արցախում ծրագրի մասին շատ ուրախ եմ, որ դուք սոր հնարավորությունը կընձեռելու միասին զրուցելու, խոսելու եւ անդրադառնալի։ Նախ ուզում Նորա որպես ծրագրի համակարգող անպայման ներկայացնիք, թե ինչ է իրենց ներկայացնում ծնվել եմ Արցախում ծրագիրը եւ ինչ նպատակներ է ինքը հետապնդում։ Նախ շատ շնորհակալություն որ հրավիրալս մեզ, շատ հաճելի է։ Ուրեմն ծնվել եմ Արցախում ծրագրի նախաձեռնողը UNICEF-ի ազգային դեսպան, դիրիժոր Սերգեյ Սմբատյանն է։ Այս ծրագիրը ստեղծվել է, որպեսզի մխելա դժվարություններով անցկացած մեր տաղանդավոր արցախցի պատանիները հնարավորություն ունենան իրանց մասնագիտական կրթությունը կայուն ձևով շարունակին, զարգացնին իրանց հմտությունները ու ծնվել եմ Արցախում արտահայտությունը հնչեցնին աշխարհի տարբեր բեմերում։ Արդեն 10 ամսվա ընթացքում ահռելի աշխատանք կատարվալ ու մեր խորհրդան շատերը հանդես են եկալ Բերլինում, Ամերիկայում, Բոստոնից Էդվարդ Սարգսյանը դաշնակահար 15 օր առաջ է եկալ ու մեծ տպավորություններով եւ հանդես է եկալ դեղ մեր հայերի հայրենակիցների հետի Մոսկվայում հանդես եկալ Վլադիմիրն էլա, Մոսկվայում հանդես եկալ մեր հայրենակիցների հետի Թբիլիսիում, հա, մխելա տղեր արդեն խոխերքու իրանց տաղանդը ներկայացրալ են ու մարդիկ շատ տպավորված են Մոսկվայից հենց վեր եկալ են խոխերքը շատ ոգեշնչված են ելալ, բայց նաև մեր հայրենակիցները շատ հուզված ու տպավորված են ելալ, նաև այս քանի որ խոսեցի սրա մասին անպայման շնորհակալություն եմ ուզում հայտնիմ մեր ծրագրի մեծ բարեկամ Սյուզի Այրումյանին, որովհետև իր ջանքերով կայացալ է այս միջոցառումը։ Դա մնացածի մասին կարելի նաև Մոսկվայի մասին եւ ծրագրում արդեն հենց սկզբից Վլադիմիրը իլալա, Վլադիմիրը արդեն Բայց միջև Մոսկվա գիտել է Վլադիմիր, դե դու այն արդեն քեզ նորան ստիպ պատրաստից վեր հենց Մոսկվայից խոսելու, բայց մինչև այդ նախ ուզում դու պատմիս ոնց դարալ այս ծրագրի շահառու եւ ինչա կզետե այս ծրագիրը։ Ծրագիրը տվացել է հայտ ներկայացնելու, որը պետք է ընտրվեին 23 լավագույն մասնակիցներից մասնակցամ ես եւ Տրալանդի վեր ես եմ ընդունվել, շատ լավագույն։ Այո, սկզբից պատկերացրալ չում, բայց հետո ուրախում էր ընդունվալում։ Ընդամենը 23 մասնակից ունենք այս ծրագրում։ Եվ 23-ից մեկ ներկայացուցիչ է Վլադիմիր։ Այո։ Եվ դա մի հատ ինձ կարից հիմա այս հարցազրույցը հենց տաղավարում նստած օպերատորներն կամերաները բենալող դասավորած այս ամեն ինչը մի կողմ դիրեց ինձ ուզում այսից տեսնամ քեզ նման պատանի տաղանդաշատ երիտասարդի հետ այս ծրագիրը ինչքանով է կարևոր եւ ինչա տամ քեզ այս ծրագիրը Ինձ դա շատ կարևոր է ծրագիրը մստամա ասենք վարպետության դասեր ենք փունք ունենում ամեսը երկու անգամ լավագույն մասնագետների հետ Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսորների հետ ծրագրի մեջ մունք անցենք ենում օտար լեզուներ, անգլերեն եւ ռուսերեն, պարապմունքներ, նաեւ ծրագրի մստամա Քինամունք թանգարան, այցելում տարբեր թանգարաններ Երևանում, այցելում նաեւ համերգների Սիմֆոնիկ նվագախմբի համերգներին անվճար երեխաները պարբերաբար այցելում են Ինչ լավ կարծում նվերա, որովհետև ոչ միայն ուղղակի լինել բեմում ու ստեղծագործել, այլ նաև հետևել մյուսներին եւ որպես հանդիսատես ներկա լինելը, դա անպայման մեծ փորձած զետի։ Մենք մեր զրույցը հիմա պիտի ընդհանրապես մի քանի րոպեով ընդհատենք, որովհետև ունենք մի տեսանյութ, որը ծնվել է Արցախում ծրագրի կատարված աշխատանքների եւ 10 ամսվա ամփոփումը կլինի։ Միասին դիտենք այդ տեսանյութը, հետո էլի վերադառնանք ու շարունակենք։ Ես տեսնում եմ Վլադիմիրը շատ անհամբերաբար Մոսկվա հյուրախաղերի մասին պատմելի, այդ զգացմունքը մի քիչ էլ ենք երկարացնում, միասին դիտենք այդ տեսանյութը, վերադառնանք ու շարունակենք մեր զրույցը։
Լեռնային դրախտավայր, որն աշխարհին է պարգևել բազմաթիվ տաղանդներ, մեծություններ ու հայ մշակույթի խորհրդանիշներ։ Ծնվել եմ Արցախում։ Այս արտահայտությունն այսօր դարձել է 120,000 հայի միակ մխիթարանքը։ Բնորանն ու հայրենի տունը մնացին այնտեղ, սակայն Հայաստանում կրկին վերածնվեց Արցախը իր տաղանդաշատ պատանիների կատարումներով։ 2023 թվականից համահայկական աջակցությամբ կյանքի են կոչվում բազմաթիվ նախագծեր, որոնց շարքում առանձնահատուկ առաքելություն ունի «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագիրը։ Այս ծրագրի հեղինակն է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ով հավատալով երաժշտության ուժին եւ կարեւորելով մշակութային մեծ ժառանգությունը նախաձեռնեց եւ կյանքի կոչեց այն։ Ծրագրի շրջանակում պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից ընտրված 23 պատանի երաժիշտներ, որոնք Արցախում ծնված տաղանդների վերջին սերունդն են, 5 տարի կստանան խորացված մասնագիտական կրթություն եւ հնարավորություն ելույթ ունենալու աշխարհի տարբեր բեմերում, ներկայացնելով Արցախի մշակութային ժառանգությունը։ Այսօր ձեռնարկելով հստակ քայլեր կարող ենք երաշխավորել, որ «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը կդառնա հզոր ու ճանաչելի մի արտահայտություն այն երաժիշտների ապագա կենսագրությունների մեջ, ովքեր իրենց ուղին սկսել են դժվարություններից, բայց հասել աշխարհի հեղինակավոր բեմեր։ «Ծնվել եմ Արցախում» ծրագիրը այսօր իրականություն է շնորհիվ մի շարք կարևոր գործընկերների եւ աջակցող կազմակերպությունների համատեղ ջանքերի։ 2025 թվականի մեր գործընկերներն են Հայաստան համահայկական հիմնադրամի, Գերմանիայի եւ Նիդերլանդների տեղական կառույցները, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղը, Դիալոգ կազմակերպությունը, Մենք ենք մեր սարերը զարգացման գործակալությունը, Իգնայթ ընկերությունը, C Quadrat Ampega Asset Management Armenia ընկերությունը, Artis Futura հիմնադրամը, ինչպես նաև բարերարներ Կարո Սարգսյանն ու Հայկ Եգանյանը։ Ներկայացնենք 10 ամսվա ընթացքում ծրագրի շրջանակում գրանցված արդյունքները թվերով։ 320 մասնագիտական դաս Հայաստանի առաջատար պրոֆեսորների մասնակցությամբ, 45 ակտիվ եւ պասիվ վարպետության դաս միջազգային ճանաչում ունեցող երաժիշտ կատարողների հետ, 85 օտար լեզվի, ռուսերենի եւ անգլերենի դաս, 8 այց Հայաստանի թանգարաններ, 23 այցելություն Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի համերգներին, 12 ելույթ միջազգային հարթակներում, 3 դափնեկիր միջազգային մրցույթներում, 10 ամիս շարունակական դրամական եւ նյութական աջակցություն։ Ծրագրի մասնակիցները այս ընթացքում ելույթներով հանդես են եկել Մոսկվայի, Թբիլիսիի, Բերլինի եւ Բոստոնի լավագույն համերգասրահներում։ Վերջերս Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կայացավ «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի առաջին համերգը՝ երաժշտություն, որը ծնվել է Արցախում խորագրով։ Հրավիրված գործընկերների, աջակիցների եւ երաժշտասեր ունկնդիրների ներկայությամբ բեմ դուրս եկան ծրագրի բոլոր 23 մասնակիցները։ Այս պատանիները Արցախի երաժշտական շունչն են, մշակութային վկայությունն ու ապագայի բանալին։ «Ծնվել եմ Արցախում» նշանակում է ծնվել եմ ուժեղ լինելու, չհանձնվելու եւ աշխարհին հիշեցնելու, որ Արցախի հնչյունը դեռ կենդանի է։ «Ծնվել եմ Արցախում» ծրագրի ընթացքը մեր արմատների, հպարտության, ինչու չէ կորստի, բայց նաև մեծ պատասխանատվության մասին է։ Պատասխանատվություն մեր ինքնությունը պահպանելու, մշակութային ժառանգությունը տարածելու եւ բարձրաձայն հնչեցնելու, որ ես ծնվել եմ Արցախում։ Ես ծնվել եմ Արցախում։
ծնվել եմ Արցախում։ Հենց այս ծրագրի մասին շարունակում ենք զրույցը ծրագրերի համակարգողի եւ Շահառուի հետ, տաղավարում մեր Նորան ու Վլադիմիրն են։ Դե Վլադիմիր հունցը պայմանավորվալն, կասալանք չէ, տեսանից հետո նախ պտմալանս Մոսկվա կատարած այցի մասին եւ վերը կզետի ուղակի այց չիլել, այլ իլելա որպես հյուրախաղեր եւ դու քուտաղանդը տես ներկայացրա։ Այն ամենասկզբից պատմին վերհունց ընկնդրվալ տստում վեր խումբապեցում ու խմբի մեջ նշված է մասնակիցների անուն ազգանունները ու տստում վեր եսում սկզբից հվատում չում բայց հետո պարզում եմ վեր մասնակիցես մինը եսում դուզա երկու օրավ ընկեց հա շոտ բայց տամզետի մի այլ կարգի վենայլալ մունկրե ցանգդախ ինչ պետքնա տեսնանք մեր քինալը Հովանավոր ալա Սյուզի Այրումյանը որի շնորհակալություն ենք հայտնում մունք հուվեր քեցած ենք իրանց անունից են մի շնորհակալություն հայտնում Ինչեր էլ կզետի Մոսկվայի հյուրախաղերը հունց անցկացալ տա ինչ զգացողությունները ավսանց կծրալ ինչ զգացողություններս ետ տռալ շատ Ես սկզբի պահերին վերգացամ մեր հյուրախաղերը ինքնամ ոնց սկզբից նորվածում իներ դե դա երևի ամենի մոտալ ինում է դե հա պատասխան հա նու շատ լավ է անցկացա շոտ առանց ինչ որ մի հատ խափանումների բեն ամեն ինչ լավ է ելել շատ ու այնքան էմոցիա կայլա մեջից եկամ ստղտոն ամեն ինչ չեմ գրեց համամուն պատմում մինչև մենք կամ մոտս պատմելու բեներ Եվ նման ծրագրերի եւ նման հյուրախաղերի մասնակցելը գզետի հունց հասկամ շատ հաճելի է չէ՞ ամեն անգամ դու ոգևորվելու ես Դե աստված տավ էր նման ծրագրեր քո կյանքում շատ ինի, որովհետև դու էլ որպես տաղանդավոր պատանի, տաղանդավոր երիտասարդ, ես գիտում վեր յուրան անումը հլամ շատ կնական։ Ոչ միայն ծնվել եմ Արցախում ծրագրի շրջանակներում, այլ առհասարակ, որովհետև մեր Վլադիմիրին ինքը արդեն այս տարիքում յուրան նաև աշխատանքի նվիրվածությամբ ու աշխատասիրությամբ ինքը հլամ աշխարհի շատ բենոն է ասելի։ Նորա նաև վերադառնալով ծրագրի գործունեությանը ես հասկացի արդեն վեր ծրագիրը իհարկե նաև գործում է մի շարք աջակիցների, չէ, բենավ, հա, շնորհիվ։ Այո, այս ծրագիրը կարևորությունը նաև նշեմ շատ անպայման ու ներկայացնեմ աջակիցներին։ Այս ծրագիրը նաև հոգեբանական առումով էս խորհրդիքում է գարալ, որպեսզի հաղթահարին այդ հոգեբանական ստրեսները ու նորից սկսին իրանց գործունեությունը պրոֆեսիոնալ ծավալել, որովհետև ես ինելով երաժիշտ շատ տամ հասկանում, որ այդ դժվարություններից հետո Վովկանել կհաստատե շատ դիժերա մոտիկանալ գործիքին։ Տրամադրություն չինում, մոտիվացիա չինում, բայց այս ծրագիրը այնքան հնարավորություններ ատամ այս խորհրդի միջազգային կարգի մարդկանց հետ իրանք շփվում, հաջողակ երաժիշտների հետ իրանք շփվում, քինամն արտասահման կյամ մոտիվացիա են ստանում, այնտեղի հայերին են տեսնում, իրանց լավ ընդունում են ու սա ստիպում է իրանց վեր շարունակին, վեր իրանք խոսքը այսին ու մզետի շատ կարևոր է վեր հենց լահա այդ ծնվել եմ Արցախում արտահայտությունը իրանք աշխարհի յուրաքանչյուր կետում ներկայացնի ու մենք շատ շնորհակալ ենք այն աջակիցներին վեր 2025 թվականին իրանք ամեն հնարավոր ըրալն որպեսզի այս ծրագիրը իր առաքելությունը կատարե ու պետք է հատուկենտ նշին բոլորին, որովհետև բոլորի ջանքերն էլ այս ամեն ինչում կա։ Ուրեմն մեզ աջակցել է Հայաստան համահայկական հիմնադրամի, Գերմանիայի եւ Նիդերլանդների տեղական կառույցները, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղը, դիալոգ կազմակերպությունը, մենք ենք մեր սարերը զարգացման գործակալությունը, Ignite ընկերությունը, C Quadrat Ampega Asset Management Armenia ընկերությունը, Artis Futura հիմնադրամը եւ անհատ բարերարներ Կարո Սարգսյանն ու Հայկ Եգանյանը։ Շատ շնորհակալություն այս մարդկանց վերկանգնալն այս ծրագրին կողքին, ծեր շնորհիվ ավեր այս խոխերքը կարում իրանց կրթությունը շարունակին մասնագիտական ու մեծ բեմեր նվաճին ու ես վստահում եմ իրանք էլի շարունակելու են մեծ բեմեր նվաճել իրանց մասին սկնալու են բոլորը ու ես կոչում անում մեր հայությանը որպեսզի մենք միախմբվենք այս ծրագրի շուրջ ու հաշվի առնենք վերես խոխերքը նաև մեր Արցախի մշակութային դեսպաններն են ամբողջ աշխարհում այս խոխերքը տաղանդավոր են ունական այս խոխերքը մեր բոլոր սպասելիքները արդարացնելու են Այո, եւ արդեն իսկ այս 10 ամսվա ընթացքում մենք տեսնում ենք բավականին մեծ ձեռքբերումներ
Դիա Վլադիմիր։ Այո, ես արդեն ոչ չեմ կարել չմավելացնեմ, զուտ ուզում մեր շնորհակալության խոսքը հայտնեմ ծրագրի շրջանակների բոլոր անդամներից էլ։ Ուղղակի շնորհակալ ենք, վեր մեր կողքին կանգնածուն մզ մենակ չընթողում, ապրիք շատ։ Շատ լավ։ Վլադիմիր, բայց ատե ասեցիք վեր ծրագրի այս ընթացքում շահառույն 23, չէ՞ դուզում հիշում, 23 երաժիշտ եւ այդ 23-ին հետ ձեր հարաբերությունները ընդեղ ցանոթ մարդիկ կինին, հնգերունք կինին, նաեւ ծրագիր, գաղափարային մասավ եւ այլն, բայց էլի հոգեբանականն է, շարունակում խոսելը։ Սա նաեւ ներազդում է, որպեսզի դուք չէ ձեր կապը յուր մեջ պահիք, շփումներ դի ինումա դի հնարավորություն։ Դες ասած մունք չնչելիս ընկլալ ուրյուր, բայց այս ծրագրի անդամ, այս ծրագրի շուրջ ավելի ինքստի ոնց ասի մոտիկացալ ուրն հետ ու սկսանք ավելի ջերմ հարաբերություններ ու լավ չնչելս աղիս։ Այո, խոխեքը ընկերական շատ ջերմ հարաբերությունների մեջին, սա նաև իրանց թույլ է տան, որպեսզի իրանք հաղթահարին այն կոմպլեքսները վեր կա, միմյանց հետ շփվելով իրանք պահպանում են բարբառը, միշտ լավ ժամանակը նույնն հետ անցկացնում, ես օրինակ վեր Արցախից տեղափոխված մենա Հայաստան միշտ ինձ կարիք հալել վեր մին Ղարաբաղցի խոխին հետ շփվիմ, որովհետև վեշնի բարբառս վեր խոսելիս ու մելալ մինը ծաղրելիս ալա, մինը ասելիս այվայս ձևից խոսում, բայց մինը հասկանալի չէ։ Մենք վեր ես իրանց տասնում կողքան նախանձում, բացի դրանից երաժիշտին էլ հանդերձ ես իրոք ինձ այդ կարիքը հելալ, օրինակ վեր ես այդքան պրոֆեսորների, պրոֆեսիոնալ մարդկանց հետ շփվիմ ու իրանց օնին այդ հնարավորությունը ու իրանք պիտի մաքսիմալ օգտվին այդ հնարավորությունից, որովհետև դա ոչ բոլորին ատրվում այդ հնարավորությունը, իրականում շատ հատուկենտ մարդկանց ատրվում, նմանատիպ մակարդակի մարդկանց հետ այո շփվելը։ Առնչվելը փորձի փոխանակումն է եւ շարունակաբար մշակութային կրթություն ստանալն է, մասնագիտական կրթություն ստանալն է, մեր բաբոների դեդոններին ասած, ովքա քեզ այսինքն մնացածներն էլ թող սրանա, աշկրտն է 4 սրեք, անջուկներ լավ սրեցիք, այդ վեր ինչ կան կարող։ Բոլորներ ձգտին տրան, վեր հսնին ինչ-որ մի կետի, որպեսզի իրանց էլ դրվի այս հնարավորությունը։ Ես ընդհանուր բայց ֆորմատը նաև ուզում նոր ըստի ընդհանրացնեմ այս ծրագրի, այսինքն մունք այս պայդրությամբ ունեն 23 շահառու, իրանք ոնց ասեմ, դի միշտ մշտական շահառուները ընդհակյաման ինչ-որ մի ծրագրի մասնակցում ֆորմատում լի ուզում այդ գործունեությանը իրանք մշտական շահառուներն են այս ծրագրի։ Այսինքն իրանց հետ բարբերաբար ինչանում վարպետաց դասերան դասընթացային համերգներայինում, հա։ Հա, եշեցիք մեր նպատակը այնա վեր այս 23 խոխան դառնան իրանց գործումը պրոֆեսիոնալ ու այս խոխորձը հսցնենք իրանց նպատակին։ Այս 5 տարվա ընթացքում ընդհանուր ծրագրի տևողությունը դեռ 5 տարի է։ Այս խոխեքը պիտի հսնին այն նպատակին, իրանք մեծ երազանքներ ունին, վեր աշխարհի տարբեր երկրներում ներկայանան, իրանք ձայնը լսելի դարձնին, շատ հաճախ ֆինանսական դժվարությունների պատճառով դա ստացվում չի, բոլորս էլ գիտում ենք վեր սաղսել են ծանր իրավիճակում, բայց այս ծրագիրը թույլ է տան վեր իրանք ձայնը ներկայացնին ու Էկուսչեմի նորը նաև շատերը իրանցից ընդունվելու են միջազգային կոնսերվատորիաներ, այլ երկրներում են արդեն կրթություն ստանալու, այսինքն մեր նպատակը այնա վեր այս արցախցի խոխեքը իրանց նպատակին հսին, իրանց երաժշտական կարիերան կայուն կառուցին։ Այսինքն այս առաջիկա 5 տարվա մասին վեր խոսում ենք, խոսքը մեր 23 շահառուների մասին է, այս թիվը փոփոխման ենթակա չի, մունք ընտրել են 23-ը եւ 23-ին իր գործ են կանում, 23 իրան ներդրումներ են կանում, չէ՞, թիաթրում։ Այո, դե բարձա ծրագրի ընթացքում կարող է որոշակի փոփոխություններ լինի, բայց հիմնական ֆորմատը հասկացիք։ Շատ լավ, իսկ այդ համերգային ծրագրերին ուզում տեսնամ հետագայում վերմունքեր օզինք մասնակցինք, դա հունցայնում կա ինչ-որ գրաֆիկ, պայմանավորվածություններ, օրինակ տարվա կտրվածքով քանի համերգային հիբանյան շտեղանան ու ժորտ զուտ տեղյակինել հետի, որպեսզի կյանք մեր խոխորձը ելույթներին տեսնանք։ Այո, դե տարվա ընթացքում իրանք անպայման սեպտեմբերի 24-ին են հանդես եկալ խոխեքը, 23 խոխան էլ հանդես են եկալ ու շատ տպավորվածն էլ հանդիսատես շատ տպավորված ալել, դեկտեմբերին էլ սպասվում միջոցառում, ամփոփիչ համերգ ու իրանք իրանց նոր ծրագրերով ներկայանում են, իսկ ընթացիկ արդեն մենք իրազեկում ենք համերգների մասով, բայց խոխեքը կհետևենք ձեր էջին, ձեր հայտարարություններին, ծնվել եմ Արցախում ծրագրին հետևենք, որպեսզի ավելի մանրամասն գիտենք ու մտածում վեր ձեր դռները բաց աննական վեր մունք կյանք տեսնանք, գիտենք, ճինանչինք մեր
ծնվել եմ արցախցիներին, մեր լավ համահոտավ խոխորձը։ Եվ սորվա մեր հանդիպումը ստի ընդհանրացնելով, ով ոզում մի հատ հենց էլի քեզ հրցնիմ, ծնվել եմ Արցախում, ինչա քզետի դա։ Դա ինձ էդի բարեր ավել չում կարել ներկայացնեմ, դա ինձ էդի գիտեմ չում, բայց ես միշտ այդ արտահայտությունը ըսելվում ամեն համերգի ժամանակ, վեր ես ծնվել եմ Արցախում, դա ինձ էդի մի հատ շատ մծ խոսք է, կարելի ասած սիմվոլիկա ինչ-որ ինձն հետ կապված։ Քզետի նաև կողա առաքելություն է լինի։ Այո։ Եվ դա կարինք, այսինքն վեր հատը այս գաղափարավ, այս խոխան ծնվել եմ Արցախում արդեն ծրագրի մասնակիցնա։ Հիմա մեր Նորան Հայրումյան, քզետի ինչա ծնվել եմ Արցախում նոր։ Ծնվել եմ Արցախում, ինձ էդի նշանակումը անվերջ պայքարել։ Իրավիճակները այնպես ստեղծվել, որ մենք անվերջ պայքարի մեջ ենք ու մենք ստիպված ենք հաղթահարենք այդ պայքարները ու հասնենք այն ամենաբարձր կետին։ Ինձ էդի ծնվել եմ Արցախում արտահայտությունը հենց այդ բարձր կետնա վերին վեր մենք միշտ ձգտում ենք։ Ու մենք իմիջայլոց գրավել ենք այդ բարձունքները։ Առաջ Աստված, անպայման։ Իսկ ծնվել եմ Արցախում երկրորդ փորձն ենք անում։ Հիմա վեր ասում ենք ծնվել եմ Արցախում Վլադիմիր Խինչակյան մաշկիտ առաջը։ Ամենաառաջինը։ Կամ թեկուզ թե վեր ասում ես Արցախ, քու առաջին աշկիտ առաջը ինչն է կյամ։ Դեդո բաբոնակյամ։ Դեդո բաբո ի նկատի ունիս քու պապիկ տատիկը, թա դեդո բաբո հուշարձանի մասին ես խոսում։ Հուշարձանական իմ չում խմիշտ տակյան վեր ասում ծնվել եմ Արցախում հենց տեղ ու Շուշուտը սիլա քինալիս դեղ։ Հա, ամեն կիրակի անպայման։ Սիլալ բանդը։ Вообще ընտանիք համընկլամ գխվակվելիս ու ամեն կիրակի միասին ընկիլա անցկացնելիս ու հենց վեր ասում ծնվել եմ Արցախում, կյամա հենց այդ պատկերի մաչկի սրճեն։ Ու ինձ էդի հենց այդտեղ։ Իսկ Արցախին ամենաշատը հիշնես կարոտում։ Տոնս, առաջնահերթին իմ տոնս ու մեկ էլ քաղաք մեր ամեն տեղ իրան իմ չունց ասիմ կարոտում։ Ձեր տոնը ձեր թաղը վերնա։ Նավովկան հարևաններ ենք լել։ Դրան հետ էգես, նա դրա հետ դիլավ նորաներ դեներով։ Քիներն ենք հալամ։ Նոր իսկ դու ինչա քո աշկիտ առաջ ինչա կամ այդ ծնվել եմ Արցախում կամ Արցախ բառը ասելավ վերջա ասեմ մենք զրույցներ այլ դու ինքդ քզեդ մենակ ասինում Իհարկե մի փոքր այսպես ասած ծանր կհնչի բայց իմ պապիկի գերեզմանը որովհետև մենք կոպիտ ասած իրանդեղ մենակ ենք թողալ ու ես հատե վեր տատիկ պապիկը Վովկան ասում է ես իմ տատիկ պապիկիս ում հիշում ցավոք տատիկս այստեղ է թաղված պապիկս էլ այնտեղ է թաղված ինձ էդի այդ պատկերնակյան վեր իմ պապիկս այնտեղ մենակ ինձ է սպասում ոզ է սպասում ու ես շատ մծ հույս ունիմ վեր մի օր մեր ընտանիքը միաձուլվելու է ու մենք էլի իրան կողքին ենք լինել Շատ լավ։ Շնորհակալություն ձեր բոլոր թե անձնական, թե գործնական, թե մասնագիտական բոլոր երազանքների նպատակներին հաջողություններ ենք ցանկանում, ծնվել եմ Արցախում ծրագրին էլ բարի ընթացք, ամենակիչը, քանի որ այդ ծրագիրը այս առաջկա 5 տարին է նախատեսված, ամենակիչը այդ 5 տարվա արդյունավետ գործունեություն եւ հետո թող այս ծրագիրը եւ նմանատիպ շատ ծրագրեր ինին, որովհետեւ մենակ ովքին ողջավորվածությունը ամեն ինչ արժե։ Շնորհակալություն։ Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ տաղավարում ներկայացնվել եմ Արցախում ծրագրի համակարգող Նորա Հայրումյանը եւ ծրագրի շահառու դաշնակահար Վլադիմիր Գալստյանը։ Բոլորիդ հաճելի եւ շատ հրաշալի օր ենք ցանկանում։ Բարլույս Հայաստան։